Ահա եւ վերջապես խաղաղություն կլինի։ Վերջապես ստացվեց հաղթարել Տիգրան Մեծից հետո սկսված ճակատագրի սև գիծը։ Հյուսիսի մեծ եղբայրը շուտով հայտարարությունով հանդես կգա եւ կասի, որ իսկապես անբարո է համարում հակամարտող կողմերին հավասարակշռություն պահպանելու անվան տակ զենքի վաճառքը։ Այսուհետ այս արևմուտք կկարողանամ գնալ առանց կարևոր թղթերի, իսկ ավելի խոր արևմուտքի ոսկեմաս ներկայացուցիչը վերջապես ասաց ինձ համար այդքան սպասելի բառը։ Քովեֆե։ Ժողովուրդ, արտնացի տանտաճը, արտնացի հերիք երազել, համել արտնացի ուրախացի, չէ որ ռազմիկանան այսուհետ քոնն է, դե ժողովրդական է ու վաստակավոր։ Մեր չափանիշն այսօր Ռազմիկամյանն է։ Եթե պետությունը տալիս է ուրեմն Ռազմիկամյանն է չամակ։ Ես տեղական վաստակավոր բարձրախոս բռնողներից զատ դրսում կարգին երկիշներ ունեմ։ Ամբողջ աշխարհում ինձ հայտնի դարձրած ռոքերը հանդես եկավ հայտարարությամբ։ Ասաց, որ հնարավոր է հրապարակը եւս մեկ անգամ թնդա իրենց համերգով։ Քաղաքագլխարանում կրթությունս վերահսկող նոր ծառա կունենամ։ Այն էլ ինձ ծառա։ Ձեր անազգանունը չկա հավատարմագրված դիտորդների ցուցակում դրական անձնագրի։ Ծառա, որ տեղամասերում վերահսկում էր, որպեսզի մեծամասնությունը անաղմուկ օրենք խախտելով հաղթի չընտրություններում։ Քեզ ինչ որտեղից եկա, ոնց եկա, եկել եմ լավ եմ արել, չես ուզում ավլեց, ես կավլեմ, ինչ ես անձնականից մեջ մտնում, այ բոշա։ Նորից հանձնաժողովներ են կազմում, հիմնականում հարուստ ծառաներից, ովքեր պետք է պայքարեն փողով հարցեր լուծելու դեմ։ Ասում են, որ կարող եմ զանգել իրենց տված հեռախոսահամարով եւ պատմել, եթե տեսնեմ, որ ինչ-որ ծառա է վատ գործի վրա է։ Եթե հանկարծ խնդիր կծագի, զանգեք ինձ։ Անձամբ ինձ զանգահարում եք։ Այն իմ հին ընկերն էլ տարօրինակ հայտարարություններով է հանդես գալիս։ Ասում է, որ այս փողով հարցեր լուծելու դեմ պայքարի հանձնաժողովը զբաղված է գործ տալով։ Իմ կարծիքով ազդարար ինստիտուտը մեզ հայերիս հարիր չէ, ժողովրդական խոսքով ասած, սա գործ տալու ինստիտուտ է։